Հայկական շոու բիզնեսի ամենադրական ու սիրված կերպարներից մեկը իհարկե երգչուհի Սոնա Ռուբենյանն է։ Երգչուհին վերջին ամիսների ընթացքում իր հետևորդներին ուրախալի լուր հայտնեց, նշելով այն մասին, որ երկրորդ անգամ մայրիկ կդառնա։ Այս օրերի ընթացքում Սոնան վայելում է ընտանեկան հանգիստը, որի ընթացքում ինստագրամյան էջի սթորիզ բաժնում հարց ու պատասխան էր կազմակերպել։ Երեխայի սեռի, երեխայի անվան և իհարկե ծնվելու ժամկետների մասին հարցերը շատ են։ Երգչուհին նախ նշել է, որ իր երկրորդ բալիկը լույս աշխարհ կգա սեպտեմբեր ամսին, իսկ հետո պատասխանելով մի քանի հարցի գրել է. Քանի որ անհավանական քանակությամբ են հարցերը երեխայի սեռի և անվան հետ կապված, այդ պատճառով այսպես կպատասխանեմ ու կասեմ, որ այդ երկու հարցին դեռ չեմ կարող պատասխանել, հումորով նշել էր Սոնա Ռուբենյանը։ Սոնան նաև մի քանի հրապարակմամբ կիսվել էր այն մասին, թե ինչպես է պատրաստվում Մարին դիմավորել երկրորդ բալիկին։ Star News-ն առանձնացրել է կադրերը, որոնք Սոնան հրապարակել է երեկ ինստագրամյան հարթակում։ Առաջարկում ենք լսել նրան։ Որ բալիկին տեսնես, առաջին անգամ ինչ ես անելու։ Ինչ ես անելու։ Регискелю пачкам аналю. Ох. 100 часов счастья. Разве этого мало? Отвордерся согуре. Лысэль соворелем. Я его как песок золотое намывала, собирала любовно, неутомимо, по крупице, по капле, по искре, по блестке, принимала в подарок от каждой звезды березки. Сколько дней проводила за счастьем в погоне, на продрогшем перроне, в гремящем вагоне. Обнимала его, целовала в нетопленном доме, ворошила над ним, колдовала. Случалось, бывало, что из горького горя я счастье свое добывала. Это зря говорится, что надо счастливой родиться. Надо только, чтоб сердце не стыдилось над счастьем трудиться. Чтобы не было сердца лениво, спесиво, чтоб за каждую малость оно говорило спасибо, спасибо, спасибо. Երբեմն շատ եմ սրտնեղում, արդարություն փնտրում այնտեղ, որտեղ որ ուղղակի չկա, որովհետև այնքան մանրամասն եմ իրավիճակը անալիզանում։ Խնդրում եմ օգնեցեք։ Բայց երբ որ հասկանում եմ, որ այդ հարվածներ տվող մարդիկ կապ չունի որտեղ, կարող է դա լինել կարիերայում, աշխատանքի մեջ, առօրյայում։ Երբ որ տեսնում եմ այդ մարդիկ իրենց երկակի ստանդարտներով են առաջնորդվում և միայն իրենց շահի համար են քեզ հարված հասցնում, հասկանում եմ, որ պետք է թեթև տանել։ Չէ՞ Մարի ջան, ապրի Մարին, ապրի։ Արի, դու գիտես ԱԲԳԴ եզը ես գրել։ Լավ, մի հատ այբու բեն ասա, ԱԲԳԴ եզը խտկհ ՀԺ իլը խտկհ ծղճմը յանշավո չպջրը սավտերը ծուպքը Բա և վերջի երեք տառը։ Եվ ովը Ապրես, դե արի այբու բենը գրել սովորենք, արի։ Արի, 4 տարուց դպրոց ես գնալու, շուտ արա, ժամանակ չկա։ Հենց այս ու նմանատիպ բոլոր նամակ հարցեր, հարց նամակներ գրող մարդկանց։ Սոնա Ռուբենյան
Քեզ հարց են գրել, ասում են գիտես, որ այդքան երկրպագուներ ունես։ Գիտի, ամեն օր տեսնում է փողոցում, ամեն տեղ մոտենում են, իրան լավ բաներ են ասում, բայց դե շատ փոքր է։ Իրականում երբեմն ինձ թվում է ինքը մեծ մարդ է, ուզում եմ, որ ամեն ինչ ճիշտ լինի, ճիշտ ժամանակին շնորհակալություն ասի, ճիշտ ժամանակին բարևի, բայց հետո հասկանում եմ, որ ընդամենը 3 տարեկան մարդուկ է։ Մարդուկ ջարդուկ։ Բայց ուզում եմ սովորեցնել, որ որ այդ սերը գնահատել է պետք, փայփայել է պետք, դա ուղակի չի տրվում։ Դա յուրաքանչյուր երգել, եթե երգում եմ, ապա շատ սիրում եմ այդ երգը, բայց այն միակ երգը կարող եմ ասել, որ դեռ ապրելու չափ համարն է։ Շատ ուրիշ զգացողություններ են կապում այդ երգի հետ։ Նախ հեղինակային երգ է, երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերը իմ շատ սիրելի Ավետ Բարսեղյանինն են։ Հետո մի միտք կա երգի մեջ, որը որ ինձ երեկվանից շատ է գրում մոտիվացիա լինելու մասին։ Ես շատ ուրախ եմ եւ շատ հուզվում եմ իրականում, երբ որ այդպիսի նամակներ եմ ձեզնից ստանում ու ուրախանում եմ, որ ինչ որ մեկի համար ես կարող եմ մոտիվացիա լինեմ։ Ու այս երգն էլ ինձ համար է մոտիվացիա հանդիսացել շատ կյանքի օրերում եւ հանգամանքներում։ Այնպես որ ապրելու չափ համար։ Ճանապարհ քայլ առ քայլ դեպի երազանք, ճանապարհ խավարի միջով ես անցա ու հասա դեպի լույս ու կյանք, ճանապարհ քայլ առ քայլ դեպի երազանք, ճանապարհ խավարի միջով ես անցա ու հասա դեպի լույս ու կյանք,